Ուրեմն Հայաստանի Հանրապետության մեր սիրելի քաղաքացիներին ողջունում եմ եւ միանգամից ասեմ, որ մենք այսօր թեև պաշտոնապես քարոզարշավը սկսում է վաղվանից, մենք այնուամենայնիվ որոշեցինք այդ արշավի առաջի օրը դարձնել մեկ օր առաջ այսօրը, որովհետև քարոզարշավի մեջ արդեն ուզում ենք մտնել հրապարակված եւ ներկայացված նախընտրական ծրագրով։ Ուրեմն մեզ միշտ մեղադրել են նրա մեջ, որ մենք չափազանց ռազմավարական մոտեցում ունենք։ Մենք ներկայացնում ենք ռազմավարական ծրագրեր, որոնք շարքային հասարակ ընտրողին ոչ մի բան չեն ասում։ Դա եղել է մեր մեղադրանքը միշտ, հետապնդել է մեզ, տարիներ շարունակ։ Ես պիտի ընդունեմ, որ չնայած ռազմավարական հարցերում մեր ծրագրերը եղել են ճշգրիտ, բայց շատ հաճախ մենք չենք խոսացել այն մարդկանց մասին, որոնք ի վերջո այդ ծրագրերի իրականացման վերջին ստացողներն են, այսինքն իրենք են ի վերջո ստանալու այն օգուտները, որոնք կապված են այդ ծրագրերի իրագործման, իրականացման հետ։ Ընդունում եմ, ներողություն եմ խնդրում դրա համար, բայց մենք մեր ծրագիրը այնպես կառուցեցինք, որ նաև հաշվի առնելով, որ ներառականությունը, այսպես կոչված, գլխավոր սկզբունքներից մեկն է, որ մենք որպես շահառու այս ծրագրի ներառենք մեր բոլոր քաղաքացիներին, այսինքն մենք ուսումնասիրել ենք եւ գործարարների կյանքը, եւ սովորական աշխատավորների կյանքը եւ խնդիրները, գյուղացիների, ասենք օրեր շարունակ, ժամեր շարունակ մենք քննարկել ենք գյուղացիների խնդիրները, զինվորականների, ուսանողների, մտածել ենք ինչա պետք է անել, որ մեր ընտանիքներին օգտակար աջակցություն լինի, կանանց, երեխաներին։ Այս ամեն ինչը արել ենք, բայց ես ձեզ պետք է խոստովանեմ, որ այնուամենայնիվ չնայած այս բոլոր ուղղություններով մենք ինչ-որ բան առաջարկում ենք, մենք այսպես ենք մտածում, որ մեր ծրագրի գլխավոր ուղղությունը պետք է լինի երիտասարդությունը։ Ինչու՞։ Որովհետև եթե մենք ցանկանում ենք փոխել Հայաստանի տեսլականը դեպի այն իդեալը, որ մենք ուզում ենք ներկայացնենք, մենք առաջին հերթին պետք է աշխատենք մեր ապագայի հետ։ Ապագան կերտելու բանալին ապագայի հետ աշխատելն է։ Եվ մեր ծրագրի գլխավոր ուղղությունը ապագան է։ Դա շեշտվում է եւ մեր թիրախային լսարաններով, դա շեշտվում է նաեւ այն տեխնոլոգիական հեղափոխության նախագծով, որը մենք ներկայացնում ենք մեր ծրագրում։ Բայց այս ամենը ասելով, մենք պետք է ասենք, որ ի վերջո բոլոր մեր քաղաքացիների համար ինչ-որ բան անելը, նրանց կյանքը դեպի լավը փոխելը, այնուամենայնիվ պահանջում է ունենալ ռազմավարություն։ Մի բան, որ Հայաստանի քաղաքական ուժերը չեն տալիս ու երբեք չեն տվել։ Մեր քաղաքական ուժերը Հայաստանի միշտ խոստումներ են տվել, միշտ հեռանկարներ են փայլուն կյանքի նկարագրել, բայց երբեք պարզ չի եղել, թե իրենք ինչ են, ոնց են ուզում այդ ամեն ինչին հասնել։ Եվ դրա վառ օրինակը, որ մեր քաղաքական ուժերը կարծես ռազմավարական լուծումներ չեն տրամադրում, չեն մատուցում, այն է, որ 2017 թվականին միակ քաղաքական ուժը, որը ուներ Հայաստանի գլխավոր մարտահրավերի Ղարաբաղյան խնդրի չլուծվածության վերաբերյալ ռազմավարություն, դա Հայ ազգային կոնգրեսն էր։ Մնացած քաղաքական ուժերը չունեին ռազմավարություն։ Ավելին արդարացնում էին այդ ռազմավարություն չունենալը նրանով,
որ Ղարաբաղի հարցը վաղուց լուծված է, որովհետև ժողովուրդը դա լուծել է։ Այդ ասենց ասեմ, ռազմավարական մտածողության աղետալի դեֆիցիտը բերեց աղետալի հետևանքների։ Եվ ես մեր ծրագիրը ուզում եմ ներկայացնեմ գլխավորապես այս պրիզմայով։ Այսինքն, որն են այն գլխավոր ստրատեգիական, ռազմավարական մարտահրավերները, որոնց այսօր բախվում է Հայաստանը։ Թույլ տվեք դրանք ներկայացնել եւ նաեւ պարզաբանել, թե այդ բոլոր ուղղություններով մենք ինչ ենք ուզում անել։ Իհարկե սրանով ես մի քիչ կպարզեցնեմ, բոլոր դետալներին չեմ անդրադառնա, բայց այնուամենայնիվ գլխավոր խնդիրներին ուզում եմ անդրադառնալ։ Ուրեմն առաջին ստրատեգիական, ռազմավարական մարտահրավերը, որին մենք բոլորս բախվում ենք, դա խաղաղության հարցն է։ Բոլորս հասկանում ենք, որ եթե մենք ուզում ենք մեր սերունդներին բարեկեցություն, բարգավաճություն, չգիտեմ, անվտանգություն, վստահելի հայացք դեպի ապագա պարգևենք, դրա համար պետք է առաջին հերթին ապահովել խաղաղության հարցը, մեր անվտանգության հարցը։ Եվ այստեղ մենք պետք է պատասխանենք գլխավոր հարցին։ Ըստ էության հիմա պայքարում են երկու կոնցեպտ։ Մեկը դա խաղաղության փաշինյանական կոնցեպտն է, որը եթե մենք շատ ուղիղ բացենք, դա հետևյալն է։ Մենք կհասնենք խաղաղությանը, եթե Ադրբեջանը դառնա Հայաստանի տերն ու տիրակալը։ Եկեք իրերը կոչենք իրենց անունները։ Ուրիշ բան չի ասվում Նիկոլ Փաշինյանի կողմից։ Այսինքն խաղաղության բանալին նրանք փնտրում են նրա մեջ, որ ինչ Ադրբեջանը մեզանից ուզում է, մենք պետք է անենք։ Սա է իրենց խաղաղության բանալին։ Սա իհարկե նախ որպես հեռանկար մեզ համար անընդունել է, որովհետև այդ դեպքում ուր է Հայաստանը, եւ երկրորդը, երբ որ իրենք փորձում են, ինչպես Չերչիլն էր ասում, ընտրություն կատարել նվաստացման եւ պատերազմի միջև, եւ ընտրում են նվաստացումը, ստանում են սկզբից նվաստացումը, իսկ հետո միևնույնն է պատերազմը։ Այսինքն այս կեղծ մի բան է, խաղաղություն է, կեղծ բանաձև է, վտանգավոր բանաձև է, որը ասում եմ այլ նպատակի մեջ չի բերելու, քան Ադրբեջանի տերն ու տիրակալը դառնալը։ Իսկ երբ որ դառնում է տերն ու տիրակալ, արդեն մենք չենք որոշում մեր հարցերը, որոշելու Ադրբեջանը։ Եվ այսօր մենք դրա բոլոր դրսևորումները տեսնում ենք։ Այսօր մեզից պահանջում են անկախության հռչակագիրը հանել մեր երկրի գլխավոր փաստաթղթից, համարժությունից, շատ լավ հասկանալով, որ խարխլում են դրանով մեր անկախ պետականության վերստեղծման իրավական հիմքերը։ Այսօր մեզանից պահանջում են, որ մենք ընտրենք շատ կոնկրետ մարդու, որը իրենց կուսակալն է եւ իրենց խամաճիկը, եւ որը պետք է զբաղվի միայն մի գործով՝ կոտրել, խարխլել Հայաստանի դիմադրողականությունը, կոտրել Հայաստանի ողնաշարը։ Ուրիշ գործով չեն զբաղվել։ Նիկոլ Փաշինյանը ուրիշ գործով չի զբաղվել։ Իսկ Ադրբեջանի համար շատ հարմար է, երբ որ իշխանությանը մի մարդ, որը առանց մի պատրոն կրակելու անում է այն գործը, որը իրենք կուզեին, որ արվեր։ Եվ ուրեմն դրան մենք հակադրում ենք ինքնիշխան խաղաղության կոնցեպտը, որտեղ մենք խոսում ենք նրա մասին, թե ինչպես բարձրացնել Հայաստանի դիմադրողականությունը, ավելացնել ժողովրդադրական պոտենցիալը, ավելացնել տնտեսական պոտենցիալը, արագ լուծումներ գտնել միջազգային ասպարեզում հավասարակշռությունը վերականգնելու ուղղությամբ եւ նոր կոալիցիաներ ստեղծելու ուղղությամբ։ Բայց գլխավոր մեխը այդ ծրագրի այն է, որին ես հիմա կանցնեմ երկրորդ այս ստրատեգիական մարտահրավերի մասին խոսալու ժամանակ, դա
այն է, որ մենք հիմա բոլորս հասկանում ենք, որ Հայաստանի մարզերից մեկը, Սյունիքը, համաշխարհային աշխարհաքաղաքական կարևորություն է եւ նշանակություն է ձեռք բերել, որովհետեւ տրանզիտային մեծ պոտենցիալ ունեցող ռեգիոն է, այսինքն մի ռեգիոն է, որը գերտերություններին հետաքրում է իրենց տնտեսական, առևտրատնտեսական եւ տրանզիտային պլանների իրականացման հարցով։ Եվ այստեղ մենք ունենք արդեն մեծ պայքար, որը Նիկոլ Փաշինյանը նորից փորձում է լուծել հայտնի է TRIP նախագծով, որը ոչ մի բան չէ, այլ քան Զանգեզուրի միջանցքի իրականացումը մի բանաձևով, որում մենք ըստ էության կորցնում ենք մեր ինքնիշխանությունը, որովհետև վերջին փաստաթուղթը հունվարի 14-ին ստորագրված հուշագիրը ցույց է տալիս, որ 99 տարով այդ գոտին, որտեղ պետք է կառուցվի այդ միջանցքը եւ այդ ուղին, տրամադրվում է բացառիկ օգտագործմանը TRIP զարգացման ընկերությանը, որում ճնշող մեծամասնությունը ակցիաների պատկանելու է ամերիկյան կառավարությանը։ Հետևաբար, օրինակի համար, եթե այս ձևով այս հուշագիրը իրականացվի, մենք ստանալու ենք մի վիճակ, որտեղ Հայաստանը, եթե օրինակի համար ցանկանում է կառուցել Հայաստանը Իրանին կապող երկաթուղի, դա չի կարողանալու անել 99 տարի շարունակ առնվազն, որովհետև ի վերջո այդ ակտիվի, այդ հողատարածքների կառավարումը մեր ձեռքում չի լինելու, դա մեր փոխարեն են որոշելու։ Հետևաբար, դա երկրորդ մարտահրավերն է, որի լուծումը պետք է տանք եւ կարծես նորից քաղաքական ուժերը Հայաստանի չեն անդրադառնում այդ մարտահրավերին։ Իսկ մենք ունենք դրա լուծումը, որը մենք առաջարկում ենք, որն է BRICS ներողություն, այսպես կոչված պայմանական TRIP plus BRICS նախագիծը։ Այսինքն մենք ինչ ենք ասում։ Մենք ասում ենք, որ պետք է ստեղծվի Զանգեզուրյան հանգույց, ոչ թե միջանցք, այլ հանգույց։ Եվ մենք պետք է ներդաշնակեցնենք տարբեր աշխարհաքաղաքական խաղացողների շահերը։ Զանգեզուրը կամ Սյունիքը որպես տրանզիտային գոտի պետք է գործի ոչ միայն մեկ ուղղությամբ արևմուտք-արևելք, որը սպասարկում է շատ կոնկրետ գերտերությունների շահերը, Ադրբեջանի շահերը, Թուրքիայի շահերը, տրամադրելով Ադրբեջանին անխոչնդոտ հաղորդակցություն, բայց որը չի լուծում Հայաստանի տնտեսական խնդիրները, Ադրբեջանից կախվածության խնդիրը, որովհետև մեր բոլոր ստրատեգիական կոմունիկացիաները այս պրոյեկտի իրագործման դեպքում անցնելու են կամ Ադրբեջանով կամ Թուրքիայով։ Այսինքն սա նորից մտնում է այն մոդելի մեջ, որի մասին մենք խոսեցինք, որ Հայաստանում տերն ու տիրակալը դառնալու է Ադրբեջանը։ Եվ ահա մենք առաջարկում ենք դրա լուծումը, մենք առաջարկում ենք, որ Հայաստանը պետք է ստորագրի իր դարի գործարքը, նմանատիպ նրան, ինչ որ 1994 թվականին ստորագրեց Ադրբեջանը, երբ որ աշխարհը կռվում էր իր նավթի շուրջ եւ ինքը վերջապես գտավ լուծումը, հիմա աշխարհը կռվում է մեր ստրատեգիական ակտիվի շուրջ, Զանգեզուրի, Սյունիքի այդ տրանզիտային տարածքի համար, եւ մենք պետք է գտնենք մեր դարի գործարքը։ Եվ այդ հանգույցը պետք է գործի երկու ուղղություններով, ոչ միայն արևելք-արևմուտք, այլ հարավ-հյուսիս։ Հետևաբար մեր խաղաղության, ինքնիշխան խաղաղության մեխը դա Հայաստանը Իրանին կապող երկաթուղու կառուցումն է։ Դա լուծելու է մի քանի խնդիրներ, դա Հայաստանը եւ Վրաստանը կդարձնի տրանզիտային գոտի, Սևծովի եւ Պարսից ծոցի միջև, դա կբացի ամենակարևորը Հայաստանի շուկայի հասանելիությունը դեպի հնդկական
օվկիանոսի նավահանգիստներ, ինչպիսիք են Բենդեր Աբասը եւ Չահաբարը։ Դրա մասին ինձ թվում է դրա կարևորության մասին ինձ թվում է ավելորդ է խոսել, որտեղ դա մի կողմից կեժանացնի սպառման ապրանքների գները մեր շուկաներում, այսինքն կթեթևացնի մեր բնակչության ծախսերը, բոլորին դա օգուտ կբերի, բայց դա նաև կդարձնի մեր ապրանքները մրցունակ գլոբալ հարավի շուկաներում։ Հիմա տնտեսական, այսպես ասած, շեշտը փոխվում է դեպի գլոբալ արևելք, գլոբալ հարավ ներողություն։ Իսկ Հնդկաստան, Ինդոնեզիա, Չինաստան, Վիետնամ եւ այլն եւ այլն։ Այսինքն կապը այդ երկրների համար, այդ երկրների հետ Հայաստանի տնտեսության մրցունակության տեսակետից ամենակարևոր խնդիրներից է։ Եվ ես նորից եմ ասում, սա վերացական խոսակցություններ չեն, այս պրոյեկտի իրագործումը ամեն մեկը Հայաստանում կզգա իր մաշկի վրա, կզգա ինչքան իր կյանքը լավանում է, ինչքան է ակտիվանում տնտեսությունը Հայաստանում եւ ինչ կարևոր դերակատարություն է սկսում ստանձնել Հայաստանը տնտեսական աշխատանքի միջազգային բաժանման մեջ։ Երրորդ խնդիրը մենք կարծում ենք էլի շատ լուրջ խնդիր է, դա մեր տնտեսական անվտանգության խնդիրն է, որտեղ ամենակարևոր խնդիրը մեր էներգետիկ անվտանգությունն է։ Դրա մասին ավելի մանրամասն կխոսի Արամ Մանուկյանը, բայց ես ընդհանրապես ուզում եմ հետևյալ շեշտադրում անել, որ չգիտես ինչի մեր հասարակության, մեր հանրության մեջ կա ասենց մի հատ հանգստության մի հատ վիճակ է կապակցությամբ, կարծես բանա ամեն ինչ այսպես կա եւ լինելու է առանց դրա մասին մտածելու։ Մինչդեռ մենք պետք է հասկանանք, այսօրվա տնտեսական կայունությունը Հայաստանի խարսխված է մի պարզ փաստի վրա, որ մենք երևի աշխարհում ստանում ենք միջազգային շուկայում ամենաէժան գազը։ Սա այն խարիսն է, որի վրա այսօր մեր տնտեսության կայունությունը ուղղակի հիմնվում է։ Եվ պարզվում է, երբ որ ամբողջ աշխարհը հիմա էներգետիկ ճգնաժամի մեջ է, երբ որ Եվրոպական միությունը, որը կարծես մեզ պետք է օգնի, ինքը օգնության կարիք ունի, որովհետև վառելիքի եւ էներգետիկայի գները այնտեղ այն աստիճանի են բարձրացել, որ դա արդեն բերում է ճգնաժամային երևույթների։ Այդ վիճակում մենք չենք մտածում, որ այս մեր հանգստությունը վարկյանաբար կարող է խարխլվի, վարկյանաբար, այս փոթորկալից աշխարհում։ Եվ մենք ոչ մի բան չենք նախատեսում այդ էներգետիկ անվտանգության խնդիրները ապահովելու համար։ Մինչդեռ, ասում եմ, սա ամբողջ աշխարհը հիմա մտածում է նորից վերադառնալ դեպի ատոմային էներգետիկա, մտածում են այդ պրոյեկտները ոնց իրականացնեն, եւ մենք չմոռանանք, որ Հայաստանը կանգնած է նույն խնդրի առաջ, որտեղ մեր ատոմակայանը մաշված է, այն պետք է ոչ թե փոխարինվի կամ վերանորոգվի, ուղղակի պետք է նոր ատոմակայանի ստեղծում։ Այնտեղ պարոն Մանուկյանը հուսով ենք խոսա նաև ջրային ռեսուրսների կառավարման մասին, մեկ այլ ստրատեգիական բան է մեր տնտեսության համար։ Մի աղետի մասին ոչ ոք չի խոսում։ Մեր հանրությունը կորում է, թաթախվում է խաղամոլության եւ թմրամոլության մեջ։ Սա ամենաահավոր վնասն է, որ կարող ենք մենք կրել, բացի այն վնասներից, ինչ որ ես արդեն խոսեցի, որոնք առաջնային են։ Ու դա հիմնականում կապված է մեր ապագայի հետ, մեր երիտասարդների հետ։ Միլիարդներ դոլարների մեր Հայաստանի քաղաքացիները պարտվում են օնլայն կազինոներում, ընկնում են պարկի մեջ, քանդում են ընտանիքներ եւ այս ամեն ինչը իսկապես մի մեծ քար է գցում Հայաստանի ապագայի եւ մեր զարգացման հեռանկարների վրա։ Մենք պետք է գիտակցենք այս աղետի մասշտաբը եւ պետք է քայլեր ձեռնարկենք այս աղետը կանխելու նպատակով եւ մեր ծրագրում դրան նվիրված է
շատ լուրջ տեղ եւ անգամ մենք խոսում ենք բացի սովորական մեթոդներից, որոնք տարբեր երկրներում արդեն ապրոբացված են, փորձարկված են, մենք խոսում ենք բարձր տեխնոլոգիաներով, մասնավորապես արհեստական բանականության մեթոդների մասին, որ կարող է օգտագործվել այս չարիքի դեմ պայքարում։ Եվ վերջին մեխը, եւ ես կարծում եմ շատ կարևոր է հասկանալ նաեւ այս ստրատեգիական խնդիրը, դա տեխնոլոգիական հեղափոխության մեր նախագիծն է, որը լուծում է ամենակարևոր հարցը։ Այսօր աշխարհը դա առաջին հերթին տեխնոլոգիական աշխարհ է։ Այսօրվա աշխարհի տնտեսությունը դա առաջին հերթին տեխնոլոգիական տնտեսություն է։ Ով հետ է մնում տեխնոլոգիաներից, նա հայտնվում է այդ իմ արդեն նշված համաշխարհային տնտեսական աշխատանքի բաժանման գործում ամենացածր օղակներում։ Իսկ դա նշանակում է մենք հայտնվելու ենք աղքատների շրջանում։ Եթե մենք ուզում ենք լինենք հաջողակը, հարուստը, բարգավաճողը, բարեկեցիկը, մենք պիտի լինենք այդ համակարգի վերին օղակում, ինչը նշանակում է, որ մենք պետք է անմասն չլինենք, ավելին դեռ մի բան էլ առաջ ընկնենք աշխարհի տեխնոլոգիական առաջընթացում։ Իմացեք, ոչ մի երկիր իր տեղը արևի տակ չի գտնելու, եթե չունենա գոնե ինչ որ խորշային տեխնոլոգիաներ, որոնցում այդ երկիրը բոլորից առաջ է։ Եվ մեր ծրագիրը նաև խոսում է դրա մասին, թե ինչպես դա անել, որ Հայաստանը դառնա տեխնոլոգիական պրոգրեսի առաջընթացի առաջատարներից մեկը Հայաստանում։ Ինչ ասեմ, մի վերջին բան ուզում եմ ասեմ, ուղղակի ես կխնդրեի, որ ուրեմն մեր ծրագիրը այսօրվանից հրապարակված է anc.am սայթում, մեր վեբսայթում, ահա, տեսեք, սենց բաժիներով դա դրված է և մենք շատ հարմար ձևով ենք դա կազմակերպել, այսինքն օրինակի համար, եթե դուք մտնում եք անվտանգության և խաղաղության բաժինը և ցանկանում եք օրինակի համար TRIP plus BRICS հայեցակարգի մասին ձեր պատկերացումը ստանաք, քլիկ եք անում և այդ ամբողջ ծրագիրը բացվում է ձեր առաջ, այսինքն այնպես է կազմակերպված, որ մարդիկ շատ հեշտ գտնեն այն թեմաները, այն խնդիրները, որոնց շուրջ օրինակ ուզում են հասկանալ ինչ ենք մենք ուզում անել։ Օրինակի համար, եթե ձեզ հետաքրքրում է գյուղատնտեսությունը, դուք իջնում եք հատուկ ուրեմն Էսա, տնտեսության բաժնում, տեսնեք մի քիչ ներքև, դա գյուղատնտեսության բաժինը։ Բացում եք դա, որովհետև ասենք շատերին հետաքրքրի այդ խնդիրը, ասեմ մենք այստեղ հեղափոխական լուծումներ ենք առաջարկում մեր գյուղացու համար, որը երաշխավորված եկամտաբերություն կբերի մեր գյուղացուն։ Մենք առաջին անգամ առաջարկում ենք պետական օպերատորի բանը, կոնցեպտը, որը ձեզ կներկայացնի Արտակ Առաքելյանը, այդ հեղինակներից մեկը։ Այստեղ իդեպ բանակային ռեֆորմի հեղինակը պիտի լիներ գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը, բայց ինքը այսօր մի քիչ առողջական վիճակը լավ չէր, չուզեցավ ձեզ բոլորին բարակի և դրա համար այսօր փոխադարձ համաձայնությամբ ինքը չի մասնակցում այս հավաքին։ Բայց ուզում եմ ասեմ, մենք դիմել ենք լուրջ մասնագետների, մենք ինքներս ենք դրել մեր տեսլականը, մեր մոտեցումները և ստացել ենք իմ կարծիքով կարևոր մի արդյունք, որը այսօր ներկայացնում ենք մեր ժողովրդի, մեր հանրության, մեր հասարակության դատին։ Շնորհակալություն ուշադրության համար և ես կհրավիրեմ հիմա խոսքս փոխանցեմ պարոն Արամ Մանուկյանին, որը շատ լուրջ խնդիրների մասին խոսի, որոնք նույնպես ունեն ռազմավարական նշանակություն Հայաստանի համար։